Կառավարությունը դերտուն ու տեղ չի թողել դուտեկել ու դրա համար այդ 45 գումարը 10-ները շատ է իմանում դեր աշխատատու ուրիշի վատ չի տվել ու իր սեփական տնից մերկ չի դուտեկել հիմա մենք մերկ ժողովուրդ ենք այստեղ այդ 45 գումարը 10-ներ որ կտրի անելանելի վիճակի մեջ կգտնվենք Գոնե այդ 45 գումարը 10-ը շարունակվի այնքան ժամանակ, միջև մենք կարողանանք յուրաքանչյուր մի կաթարան ձեռք բերենք։ Մեզ լինի մի կաթարան ու այդ կաթարանի վրա խաղաղություն, որպեսզի աշխատենք ապրենք։ Ոչ չենք նստելու, ասենք հաստվեք ուտենք։ Կաթարա լինի, աշխատենք ուտենք։ Արցախում ինչ ես թողել։ Ինչ ես թողել Արցախում, այդ ասա։ Արցախում 3 տուն եմ թողել։ Մեկը շտկենտրոնում, 4-րդ հարկում, 4 շենյականոց բնակարան, գազով, էլեկտրական հոսանքով, շուրջօրյա ջուրով, 2 տուներ Գետավան գյուղում եմ թողել, մեկը մի հարկանի 3 շենյականոց, մեկը երկհարկանի 10 շենյականոց, 2 մեքենա եմ թողել, մեկը Pajero, մեկը Mazda, 8 խոզ եմ թողել, արդեն մոթելու ենթակա 100 հավ եմ թողել, 12 մեղվա փեթակ եմ թողել, ու լիքը նկուղներ եմ թողել, պատվարներ եմ թողել, 1000 կապած բանկա եմ թողել, 4 տակար, 4 հատ եմ թողել, 3 տոննա գարի եմ թողել, կես տոննա թորեն եմ թողել, 200 կիլոգրամ թորաթրած եգիպտաթորեն եմ թողել, լիքը բոստաններ, են 3 շենյականոց տանս առաջ այգում եղել է 35 խնդորենի, 3 կուզենի, 11 հոնի, 15 սև սալորենի ու ցանկատարություն, որտեղ առանձին ցանկ էինք անում, լոբի բան էինք տանում։ Են 10 շենյականոց երկհարկանի տանս առաջ, 15 Սոտեղ ենք ացում ենի, զուրը ամբողջ 15 հա, հող եմ թողել, այդտեղ է լիքը ծառեր էին, աշխարի բոլոր ծառացասեկները տնկած, 8 հանատ ամեն ինչ, լոբի, կարտոշկա, մի տոննա կարտոշկա եմ թողել, 210 կիլոգրամ առանձին սերմ եմ թողել, հաջորդ տարի որ պիտի վարեինք, ես որը մեկը թվեմ, նույնիսկ են բաթակա հարևանից հողամասնել են բեջարել, որպեսզի բլոկադա է եղել, հանկարծ ծովի չմատնվենք, հարևանների, փոքր երեխաներն էլ օգնենք, ու տենցելաներ ենք, մի անգամ դպրոցում, մի երեխա ուշաթափ էր, տղաց որ դպրոցի տնօրենն է եղել, եկավ տուն, թե ասում մամա, ապա են Հայկոյի երեխան ուշաթափվել է, վերկա դասավորի թաղամասից դեսի դենի թավակենք տանենք, ամեն մի տուն, մի դույլ կարտոշկա, մի դույլ ես ինչ իմանամ տների միջի որ եղել է, հավաքեցինք, մեր մեքենան լցրինք, տարինք, թողեցինք այդ Հայկոյի տանը, որպեսզի երեխաներ ուտեն, 10 երեխա ուներ այդ Հայկոյին ու աչքից լույսներ Հայկոն, բոլորի անունները ես էի գրել, որովհետև զուգա հեռության կարգով, համատեղության կարգով և դպրոցում դասատու եմ աշխատել, և համայնքապետարանում քարտուղար եմ աշխատել, ու այդ բոլոր երեխաների անունները մեկը նարեկ են բրել, մեկը Տիգրան եմ տվել, լրիվ հայկական անուններ են բրել, որպեսզի որտեղ քայրին իմանա, որ հայ է քայլում։ Դե են ինչ ասեմ ես ձեզ մտաղ լինեմ, ինչ ասեմ։ Այ այդքան բան, որ մեկը ասեց, որ մեկը թողեց։ Են արտերը բանը, են գարին բանը, որ վեցրեն ենք, օթի չի թափվել, 3 հեկտար արտ եմ թողել։ Ինքան էլ բոստաներ, 4 բոստան եմ թողել, լիքը ծառերով ամեն ինչով։ Ձեզ մեղադրում են, արցախցիներին մեղադրում են չկռվելու և հայրենիքը չպաշտպանելու մեջ։ Մասնավորապես ազգային ժողովի նախագահը, հետո իհարկե իրեն խմբագրեց, ասեց ես մի 10 հոգու նկատի ունեմ այդ չկռվողների մեջ, հետո արդեն ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր մեղադրում, իրենց ինչ կասեք։ Հա, այ երևի խոսում են այնպիսի մարդիկ, որոնք դեռ չգիտեն ռմբակոծությունը ինչ է,
որովհետև երևի հրացամփարներն էլ չիմանան, բայց 19-ի առավոտը մեր գյուղի տղաները բոլորն էլ դուրս են եկել, որպեսզի պաշտպանեն գյուղը, բայց ընդհանրապես ինքնադիրների դիմաց 150 տանկ է եկել։ Ու գիտեք որքան զինվոր, ոնց որ ոչխարի հոտ էր, անտարի տարերը չեն երևացել, դրանք ենքան շատ են եղել։ Հետ այդ նույն օրը իմ աշակերտն է զոհվել, Սարգսյան Արշակ Պյոտրի, չամուսնացած տղա, ծիրուն, մերն եմ նրա ջանին, դեր հիմա էլ հեռախոսս բաց եմ անում, ամեն շաբաթ նկարը տեսնում, բա ոնց մոռանալ, մի աշակերտս էլ դուրս է եկել տեսել, հուշարձանը թուրքեր քանդում են, մոտիկա տելեհասել են չի եք քանդում, բառներ են մորթել, հենց հուշարձանի մոտ, ռուս խաղաղապահները պրեզիդենտի մեջ են դրել, այդ տղուն տարել հաթերքում դեր մենք զինվորներ ենք ունեցել, ռիվ դուրս եկած չեն եղել, գյուղամիջում փոս են գտել թարը, չաթատները չգան պղտեն, ու տրանից առաջ, այ Facebook-երը ցույց են տալիս 17 տարեկան մի տղա Օմարի Լեռնանց կգրավելու ժամանակ ազոհվել, էնի իմ աշակերտն է եղել էլի, Մարտիրոսյան Պավել Սուրենի, 12 տարեկանից հրացանապարներ ու կռվել է մինչև 93 թվականի ապրիլի 17-ը։ Ապրիլի 17-ը Գետևանը 3 զոհ ունեցել, մեկը ամուսինս, մեկը Ջամբուլատ Մուրադյանը, օղա թերի վարորդ է եղել, մեկն էլ Պավել Մարտիրոսյանը, ու մնացածները չեմ ասում է, թիվ կա սխերին, թիվ չկա այս զոհվածներին, առանց կռվի զոհ լինում է, առանց կրակելու զոհ լինում է, կռվել են չէ որ այսքան զոհը տվել ենք, Ստեփանակերտի եղբայրական երեզմանոթը մտնում ես, մեռնում ես, կենթանի մեռած ենք մենք ցախ չենք, կենթանի մեռած, 4 կռվի մասնակցել են, ոչ մի անգամ արտակարգը բաց չեմ թողել, վերջի անգամ արդեն հնարավոր չէր, որ դուրս չգային, հատեն վերևից հորմակոծում էին, 15 րոպե եթե ես ուսանայի, կարող էր են 8 հոգին, որին բակում հատեին խումպոստերի համար, կարող էր են 8-ին էլ Արմեն Մարտիրոսյանի նման մորթեին, ոնց հուսադանի մորթ Արմեն Մարտիրոսյանին է մորթել, հենց Պավել Մարտիրոսյանի եղբորը։ Դրանց մեր եղբայրներ երկու ոչից վիրավորվել էին այս 2 թվականին, հիմա Ռուսաստանում ապրում, նրան ու նեղրազմիկ է եղել։ Չի կարելի մարդկանց արածը մոռանալ, չի կարելի մարդիկ, որ չգիտեն կռվի դաշտը ինչ բան է, բայց էսկինը, էսկինը որ ձեզ հետ խոսում է, ամբողջ խրամատները փորելու մասնակցել են, 40 մարդով, 55 մետր երկարությամբ Լևոնարխում ենք փորել, 55 մետր Սեսուլան ենք փորել, 55 մետր Թալիսում ենք փորել, բայց այդ կռիվ չի, ինչ ասեմ, այդ ասողները նորից եմ ասում, երևի հրացանապարներ չգիտեն, թող իմանան, որ Արցախցին կռվել է ու պատվով է դուրս եկել։ Չիմացողները կարան նկարները հանեն, թե բազմահազար մարդ բանում, այրեպորտում, գետնի վրա նստած նոր ծնված երեխայից մի երեխայից ճանապարհին է ծնվել։ Այ անունը յուել ասեմ, Գրիգորյան Նարեկի կինը հակարի կամուջի վրա է ծննդաբերել աղջիկ երեխային։ Հիմա չգիտեմ ցարեն թավերն ապրում, որտեղ են ապրում, այդտեղ ապրում են, բայց ամեն օր հեռախոսակապի մեջ են, որովհետև ցաղից նիգարեն եմ, իրենց տերը ես եմ եկել, ցաղի դոկումենտացիան բանոր լրիվ ես եմ ցարկել էլի, ու դրա համար ցիտս բոլորի համար ցավում է, ու եթե հանկարծ մեկը դեմ դիմաց, ինձ ասի, որ Արցախցին չի կռվել, ես նրան ցույց կտամ, այս մատներով աչքերը կհանեմ, այդքան բաներ լուրջ բան չեմ ասում։